Մոսկվայի Ռուբլովկային չզիջող Ձորախբյուր գյուղում ենք, սկյուրիկները տան մեջ ֆրֆրում են, տեսեք, Ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ եղևնիներով ճանապարհ, եղևնիներով շրջափատված տուն, երկու կողմանի մուտքերով, վիոլա ջուրը արկա է, կոյուղին արկա է, հոսանք, գազ, ամեն ինչ կա, ստյաշ կարած, եռահարկ, գաջած 311 մետր տուն, 1100 մետր հողատարածք, 6 ավտոյի կայանատեղիով, աբլիցով կեք հարածա, պարիսպներով, մոնոլիտի շինությունա։ Հիմա ներսն էլ նկարեմ, նայեք, տեսեք ինչ սիրուն է, էլի։ Տան ճակատային մասն եմ նկարում, տեսեք գեղեցիկ դիզայնով, մտնում ենք տան ներսը, առաջին հարկում ունենք ձախ կողմում հյուրասենյակ, աջ կողմում առանձնացված խոհանոց, ջոպլիպոլիտերբեք երևում է, սանհանգույց լոգասենյակ, տուֆից շարած տուն է և ննջասենյակ։ Բարձրանամ երկրորդ հարկ։ Երկրորդ հարկի աստիճանավանդակներ են, երկու հատ բաց պատշգամբ ունենք, 3 ննջասենյակ, երկրորդ բաց պատշգամբը, առաջին շատ մեծ ննջասենյակը, երկրորդ ննջասենյակը և երրորդ ննջասենյակը։ Այս բաց պատշգամբի տեսարանը չէի կարա չնկարեի, մի հատ տեսեք ինչ սիրուն է, սկյուրիկները տան մեջ ֆրֆրում են։ Այս զրոյական հարկն է, որ դուս ենք գալիս հենց բակային հատված, շատ մեծ գեղեցիկ տեսարանով, այստեղ ունենք երկու հատ մեծ սրահ, սա, չգիտեմ, կարաք օգտագործեք որպես հանգստի սրահ, այս էլ սաունայի հատվածը, կամ ինչ կօգտագործեք։ Այս աստիճաններն է վերև բարձրացող,